Բարև ձեզ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում կրկին բիզնես լաբն է։ Ինչպես արդեն գիտեք, մեր հաղորդումը բիզնեսմենի եւ բիզնեսում արժեք ստեղծող մարդկանց մասին է։ Այսօր մեր հյուրն է Դեկա ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ առիթ կա գործից խոսելու։ Սիրով։ Դեկա ընկերությունը զբաղվում է կահույքի արտադրությամբ, կասեք խնդրում եմ, ինչ է Դեկան, ինչպես է այդ միտքը առաջացել եւ ինչպիսի պայմաններում է այն ստեղծվել։ Դե իրականում, քանի որ Հայաստանում մեծ մասամբ բիզնես կրթությունը վերջի տարիներին է սկսել ձևավորվել, ու մենք աշխատելով սովորել ենք, աշխատելով փորձել ենք դառնալ ավելի լավը, հետևաբար երկար աշխատելուց հետո եկավ պահանջ ունենալ բրենդ, ունենալ անուն, որին պետք է ճանաչեն։ Սովորաբար Հայաստանում մարդկանց նույնացնում բրենդը, բիզնեսը նույնացնում են մարդկանց հետ։ Ուտեղ արդեն կարիք կար, որ բիզնեսը նույնացնեն բրենդի հետ։ Ու այդպես ստեղծվեց Դեկան, որը որ շարունակեց մեր նավանդները, ինչ մենք ունենք, ուղղակի մեզ տեսք տվեց, դեմք տվեց։ Այսինքն դուք ավելի վաղ եք կահույքագործությամբ զբաղվում, դա բրենդի ձևավորումն է Դեկանի։ Դա արտադրություն էր, որը ուղղակի չուներ անուն։ Հա, դուք հիմնվում եք հիմնականում այն մեծամասշտաբ չի, հիմնական մեծ շուկաների համար չի, հիմնվում եք որակի եւ ճշգրտության վրա։ Այս դեպքում վստահաբար կարող ենք ասել, որ ավելի կարևոր է երկարաժամկետ արժեքի ստեղծումը։ Ձեր գործունեության մեջ ինչպես եք այն դրսևորում։ Տեսեք, շատ կարևոր է, երբ որ դու գնում ես մասշտաբացման, դու պետք է տեխնիկապես եւ ծրագրային ապահովումներով ամբողջությամբ պատրաստ լինես դրան, այսինքն ինչքան է գայթակղիչ է արագ մեծանալը, բայց դա նաև կարող է լինել կործանարար, հետեւաբար պետք է երկար պատրաստվել դրան։ Մենք ընդհանրապես աշխատում ենք դիզայներական ստուդիաների հետ, նաև ունենք մենք մեր ստուդիան, եւ մենք սարքում ենք անհատական կահույք, այսինքն եւ ռեստորանների, եւ հյուրանոցների, եւ առանձնատների համար, ու հետեւաբար ոչ թե մեր մոտ տիպային կահույք է մասսայական, այլ անհատական մարդու համար պատրաստվող կահույք է կամ բիզնեսի համար պատրաստվող կահույք է համապատասխան պահանջներով։ Իսկ եղել են օրինակ պատվերներ, որոնք ներողություն աբսուրդի ժանրից են, չգիտեմ, ինչ որ շատ են հակասում ձեր արժեքներին, սկզբունքներին, ճաշակին, ինչու ոչ, նման դեպքեր եղել են։ Իրականում ցավոք սրտի լինում են նման դեպքեր եւ մենք որպես փորձառու մեր գործում մենք փորձում ենք խորհուրդ տալ, բայց երբեք չենք պարտադրում։ Հետևաբար խորհուրդը կամ ընդունվում է կամ ոչ, բայց որպեսի պատվիրատուի պահանջը կատարվի, մենք ստիպված ենք անենք այն, ինչն նա ուզում է, բնականաբար մեծ մասամբ դա վերաբերում ոչ թե տեխնիկական հարցերին, որովհետև տեխնիկականը վիճելի չի, դա կարելի է ոնց որ ապացուցել, այլ ավելի շատ էսթետիկ առումներով։ Այսինքն առաջնայինը հաճախորդի ցանկությունն է այս դեպքում։ Այո, բնականաբար։ Շատ լավ։ Իսկ դուք ղեկավարում եք արտադրական թիմ, ինչպես եք աշխատակիցների ընտրում, ինչ արժեքներ եք փորձում նրանց մեջ տեսնել ընտրելիս, եւ նաեւ ես դուք միտեղ ասել եք, որ լրիվ զրոյից եք ընդունում աշխատակիցներ եւ սովորեցնում նույնիսկ երկրաչափություն։ Իրականում ճիշտ եք, ընկերներից մեկը մի օր մի լավ բան ասաց, որ ինքը մարդու է ման գալիս, հետո իրանից մասնագետ են սարքում, ու դա ինձ շատ դուր եկավ, ես հասկացա, որ մենք սխալ տեղ ենք փնտրում, որովհետեւ այն մասնագետը սովորաբար մեծ մասամբ չի համապատասխանում քո պահանջներին։ Իսկ պատասխանատվություն ունեցող մարդը միշտ փորձում է առաջադրանքը ճիշտ կատարել, ու հետեւաբար սովորելը, անվերջ սովորելը, կատարելը, գործվելը, դա անխուսափելի է։ Հետեւաբար, եթե նույնիսկ մենք վերցնում ենք ինչ-որ մակարդակի մասնագետի, ինքը մեկը պետք է անվերջ սոկրտվի։ Իսկ եթե մարդը ունի կրթվելու դիրք եւ ունի ցանկություն, հետեւաբար ինքը ուր ուզես կհասնի։ Ձեզ համար ավելի կարևոր է որակ ստեղծելը, թե համակարգ ստեղծելը։
իրականում կստեղծի այդ որակը։ Շատ լավ եք ասում, որովհետև մեկը մյուսին չի բացառում։ Համակարգն է որակ ստեղծում, մենք հիմա շատ մեծ ռեսուրսներ ենք ծախսում համակարգի համար, ծրագրային ապահովումներ ենք տեղադրում, նաև որը ապահովում է ոչ միայն գործընթացը արտադրության, այլ արտադրության տեխնիկական բաղադրիչն է ապահովում, որպեսզի մարդկային ֆակտորից արտադրության որակը չտուժի։ Հետևաբար երբ որ մենք կզգանք, որ մեր ոտքերը ամուրագետնի կանգնած այդ առումով, արդեն մարդու սխալը չի ազդում արտադրության որակի վրա, մենք մեզ թույլ կտանք ավելի մեծ շուկաներ գրոհելու։ Ի նկատի ունեմ, կներեք, ավելի մեծ շուկա, ի նկատի ունեմ Հայաստանից դուրս։ Դուք նշել եք, որ ավելի կողմ եք մարդկային ֆակտորի քչացմանը, դա արդյոք մարդու հանդեպ հավատի պակասն է, թե համակարգի հանդեպ հավատն է կամ հակառակը գիտելիքի ու Գիտեք, շատ լավ հարց է, իրականում հնարավոր չի ապրել աշխարհում ու չհավատալ մարդկանց, այսինքն ես գերադասում եմ մարդկանց հավատալ եւ ունենալ որոշակի եզակի հիասթափություններ, այդպես ավելի հեշտ է ապրել, քան առասարակ չհավատալ։ Հետո այստեղ խնդիրը դրանում չի։ Ուղղակի համակարգը ստեղծում է որակ։ Իրականում երբ որ աշխարհում Հենրի Ֆորդի թեթև ձեռքով մեքենան դարձավ մասսայական, բոլոր այն մարդիկ, ովքեր կառքեր են քշում, համարեցին, որ վերջը այլ աշխարհում կյանք չկա, էլի։ Հետևաբար աշխարհը միշտ փոխվել է, միշտ փոխվելու է, եւ մարդը միշտ իր տեղը ունի այս աշխարհում ու կարծում եմ կարևորագույն տեղը։ Մենք մարդկանց չենք փոխարինում, ուղղակի մենք մարդկային հնարավորությունները տարբեր տեղեր ենք օգտագործում, այսինքն այն ինչը կարող անի համակարգիչը, ինչը կարող անի հաստոցը, դա թող հաստոցը անի, մարդը կանի ավելի մարդկային գործեր։ Այսինքն դուք կարևորում եք կրթությունը եւ այդ մարդու ստեղծած համակարգը ամեն դեպքում։ Կրթությունը ամեն ինչի հիմքն է։ Հետևաբար կապ չունի մարդու մեխանիկական գործը չեք կարևորում, այսինքն մեխանիկական գործարանի սարքավորումը մարդը չեք բացառում։ Մարդը պետք է անի մտավոր աշխատանքը։ Մարդը պետք է անի, գիտեք, մի հատ շատ լավ պատմություն կա, երբ որ Չինաստանում խրախուսեցին ֆանտաստ գրականությունը եւ մեծ մրցույթներ հայտարարեցին, մեծ խրախուսական նվերներ եւ այլն, մրցանակներ ու ինչ էին հետապնդում կներեք Չինաստանում, ինչ էին հետապնդում չինական իշխանությունները, իրենք հասկացան, որ իրենք ամեն ինչ կարող են արտադրեն, բայց իրենց մոտ գաղափարների սով կա։ Հետևաբար այսօր մենք բոլորս գիտենք, որ հիմա Չինաստանում արդեն գաղափարների սով էլ չկա։ Հետևաբար այդ կրեատիվությունը եւ կարծում եմ դեռ ինչ որ արհեստական ինտելեկտը կարա շատ բան մտածի, բայց չգիտեմ, այդ հուզական մասը, այդ մարդուն մոտ լինելու մասը, այդ դեռ մարդկային է մնում։ Հայաստանում արտադրությամբ զբաղվելը բավականին բարդ է, կան մի շարք խնդիրներ, ըստ ձեզ որոնք են հիմնական դժվարությունները։ Իրականում մեր էլի ընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ եկեք կենտրոնանանք, թե մենք կարանք, թե մենք եղած հնարավորությունների վրա եւ հասկանանք մենք այս հնարավորությունների սահմանում ինչ կարող ենք անել։ Երբ որ կենտրոնանում ես հնարավորությունների վրա, շատ խնդիրներ չես նկատում ու գործը այլ արագությամբ առաջ գնում։ Դա չի նշանակում, որ չկան խնդիրներ կան, մեծ մասամբ ժամանակի հետ կարծում եմ կանցնեն, որովհետև մեր ամենակարևոր հարցը որ արտադրությունը այն նույն հարկային դաշտում է, որ առևտուրը, որովհետև արտադրությունը ինքը որպես ցիկլ ավելի բարդ է եւ արտադրությունը երկրում արժեք է ստեղծում այն առումով, որ երկրի վալյուտան երկրից դուրս չի տանում, ներսում է ոնց որ հոսքին է մասնակցում, հետաբար արտադրությունը ունի հարաբերություններ, բարեբախտաբար հիմա կան մի քանի ծրագրեր, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել արդիականացնել հաստոցային պարկը եւ այլն, բայց համենայն դեպս ես շատ կուզեմ խոսել հնարավորություններից, ոչ թե խնդիրներից, որովհետեւ դրանք մեզ թևեր են տալիս։ Անկեղծ ասած կայքի հետ կապված հստակ
հստակ չգիտեմ, միգուցե դուք ինձ օգնեք, բայց նույն ապրանքի ներմուծումը շատ ավելի հեշտ է մարդկանց, ավելի մատչելի է, քան տեղում արտադրելը։ Կահույքին դա նույնպես վերաբերում է։ Իրականում շատ լավ հարց է այն առումով, որ նաև ինքը պատասխանում է այն հարցին, թե ինչու ենք մենք ընտրել այս նիշան։ Հետևաբար շատ դժվար է ներմուծել կահույք, որը պատրաստված է հատուկ դիզայնով, հատուկ գույներով, հատուկ չափսերով։ Հետևաբար դրա համար մենք ընտրել ենք այդ նիշան եւ բնականաբար մասսայական կահույքը ինքը գործարանային արտադրության մեջ ավելի հեշտ ցիկլ է, դրա համար էլ ավելի մատչելի ցիկլ է, որ սովորաբար ներկրվում է, այսինքն մասսայական է։ Ես ձեր կյանքն ուսումնասիրելիս նկատեցի որ դուք նաև պրոֆեսիոնալ սպորտսմեն եք եղել եւ հիմա շատ ակտիվ զբաղվում եք սպորտով։ Ինչպես եք համադրում բիզնեսը եւ սպորտը եւ ինչ եք սպորտում, ինչն է օրինակ սպորտը ձեզ ինչ արժեքներ ու ինչ գիտելիքներ է տվել բիզնեսում օգտագործելու համար, որը որ օրինակ ուրիշ տեղերում չէիք ստանա կամ ավելի դժվար ու ավելի ուշ կհասկանայիք։ Գիտեք, շատ հնացած արտահայտություն կա առողջ մարմնում, առողջ հոգի, բայց ոչ հնացածա, բայց մեկը ակտուալ է, հետեւաբար սպորտի առումով ես միշտ խրախուսում եմ, որ երեխաները պարտադիր պետք է զբաղվեն սպորտով, նախ մարմնի առողջության խնդիրն է, նախ հնարավոր մարդու ինքն իր հնարավորությունները բացահայտելու խնդիր կա, որովհետև շատ ժամանակ դժվարությունները ամեն մարդու մոտ տարբեր չափանիշներ են ունենում, եւ սպորտը քեզ թույլ է տալիս ամեն անգամ քո գլխից բարձր թռնելու ու այդ սահմանը քո հնարավորությունների ընդլայնելու, նաև պայքարել, նաև չհանձնվել, որը որ մեր ուղղակի առօրյա կյանքում ամենակարևոր բաներից է, հետեւաբար բիզնեսում օրհասական հարց է չհանձնվելը։ Kickbox-ի միջազգային վարպետ, Հայաստանի չեմպիոն, նաև զբաղվել եք բռնցքամարտով, ինչու եք դադարեցրել պրոֆեսիոնալ մակարդակը։ Իրականում, որովհետև ցավոք սրտի այն ժամանակաշրջանում, որ երբ ես մարզվում էի, տնտեսական շատ դժվար պայմաններում էինք ապրում, հետևաբար ես սկսեցի աշխատել, որովհետև պետք էր ապրել։ Եթե համեմատենք բարձր մակարդակի սպորտը եւ բիզնեսը, որ կետերում են նրանք նման եւ որտեղ են տարբեր։ Կան կետեր, որտեղ իրենք ասացիք, որ օրինակ պայքարելը, ուրիշ այլ ինչ կետեր կան, որտեղ։ Գիտեք, ես սպորտը շատ եմ սիրում նաեւ նրա համար, որ քո արդյունքը ուղիղ քո չարչարանքը, աշխատանքը ուղիղ համատական է արդյունքին։ Կարող են շատերը ինձ հետ չհամաձայնել, լինում են բացառություններ, բայց ընդհանրապես ասված, մեծամասամբ քո չարչարանքը հավասար է քո արդյունքին, ու դա շատ ազնիվ է։ Դուք հիմա եք զբաղվում սպորտով, ոչ պարբերականությամբ եք հաճախում։ Շաբաթը 3 օր փորձում եմ անպայման մարզվել։ Այն օգնում է։ Շատ է օգնում։ Բիզնեսում։ Շատ է օգնում, գիտեք ոնց որ համակարգիչը ոնց որ կվերագործարկեք, ռեստարտ ասածը, այս սպորտը դա է, դուք մտնում եք դալիճ այլ խնդիրներով, դուք եք գալիս այդ խնդիրները լուծած։ Հայտնի է նաև, որ դուք շատ եք սիրում գրականություն, այդ սերը միշտ է եղել, թե ինչ-որ պահից է հայտ եկել։ Դե բարեբախտաբար ինչ-որ դպրոցական տարիքից ինձ գրքերը ձգեցին ու դա իմ կյանքի ամենալուսավոր կետերից է կարծում եմ։ Իսկ ինչպես եք համադրել գրականությունը, ընթերցանությունը, բիզնեսը եւ սպորտը, որոնք կարծես թե շատ անհամատեղելի են առաջին հայացքից։ Իրականում ստեղ շատ կարևորում են մարդկանց դերը, ովքեր պատահում են քո կյանքում։ Գրականությունը սիրեցի, որովհետեւ շատ բանիմաց դասատուն էինք դպրոցում, որից սկսվեց իմ սերը դեպի գրականությունը։ Դե սպորտը այդ մեր տարիքում, երբ որ ես երիտասարդ էի, հերոսները Բրուս Լիներ, չգիտեմ, Վան Դամը եւ այլն տեսքանի դերասաններ, սուպեր հերոսներ, ու մենք մարզում ենք, որ իրանց նման ուժեղ լինենք, ոնց որ սպորտը տեղից է եկել, գրականությունը դպրոցից սկսեց, բիզնեսն էլ կյանքի թելադրանքներ, որը որ դարձավ կենսակերպ։
Իսկ գրականությունը ինչպես է ազդում բիզնես մտածողության վրա կամ ազդում է։ Միանշանակ, դե գրականությունը դա մտքի թռիչք է, հետևաբար երբ որ քո մտահորիզոնը լայնանում է, դու խնդիրներին բազմակի լուծումներ ես տեսնում ու հեշտանում է ամեն ինչ։ Իմ կարծիքով այն նաև ձևավորում է ճաշակ, որն էլ այս դեպքում ստեղծագործական Արտադրությունը ստեղծագործություն է, գրականությունը նաև լեզու է, որը որ ամենակարևոր հարցն է, այսինքն երբ որ դու կարող ես խոսքը ճիշտ հասկանալ եւ կարող ես քո խոսքը ճիշտ արտահայտել, հետեւաբար նաև մտքի վարժություն է, նաև ուղեղի վարժություն է գիրք կարդալը։ Ես շատ ժամանակ երբ որ մենք աշխարհը չենք տեսել, դեռ հնարավորությունները շատ սուղ էր նաև յուրաքանչյուր քաղաքացու Հայաստանից դուրս գալ հիմա այդ low cost-երները տարբեր ավիաընկերություններ դա հնարավորություններ տալիս են։ Համացանցը հիմա ավելի եթե համացանց հրաշք, նաև համացանցը որ դու կարող ես ամեն վայրկյան ամեն ինչ տեսնել եւ լսել, հետեւաբար դու հասկանում ես մեր մոտ կարծատիպ կար որ օրինակ չգիտեմ Եվրոպայում չեն կարդում, հետո գնում ես Եվրոպա տեսնում ես որ այնքան են կարդում որ մենք պետք է շատ կարդանք։ Դե մենք ազգովից սիրում ենք յուրաքանչյուրի տեղից ամեն ինչից վատը առաջինը վերցնել, նույն եվրոպական արժեքներ ասելուց առաջինը ինչ որ վատ բաներն է առաջ գալիս, բայց այդ նույն արժեքների մեջ շատ կարևոր բաներ կան։ Այդպիսի մի հատ տերմին կա բառի մաշվածություն, այսինքն երբ որ բառը ժամանակի հետ կորցնում է իր բուն իմաստը, հետեւաբար հենց ասում են Եվրոպա, այդ բառը ոնց որ աշխարհագրական իր դիրքը կորցրել է, իր նշանակությունը, եւ արդեն ավելի շատ վատ արժեքների մեջ է մարդ մոտ ասոցացվում։ Բայց ամենայն դեպս ես կարծում եմ, որ ամենամեծ սխալը երեխային սովորեցնել կամ մարդուն ներշնչել, որ մենք ամենալավն ենք, հետեւաբար դու փակում ես նրա առաջ բոլոր դռները, սահմանները ու մարդը չի կարող զարգանալ։ Իսկ եթե մենք ուղղակի երեխային սովորացնենք, որ Ռոմում ամենալավ, չգիտեմ, ամենատարական բանից ամենահամող պիցցան է ու ծիրանը մենակ մեր մոտ չի որ համով է, ես կարծում եմ ամենալավ մեծ լավությունը մենք իրան կանենք ու ինքը հնարավորություն կունենա անձամբ համեմատի, իր կարծիք ունենա ու գուցե այնպիսի բացահայտում անի, որ դա մեր բոլորին օգուտ բերի։ Առհասարակ երևի թե իմ կարծիքով խորհրդային մտածողությունն է, որ երեխաների մոտ ավելի շատ փորձում են ստիպողաբար ինչ-որ բաներ ձևավորել, այլ ոչ թե իրենց հնարավորություն ստեղծեն, որ իրենք որոշումներ կայացնեն, իրենք մտածեն, իրենք հասկանան, իրենք ընտրեն։ Կարծում եմ դա էլ ժամանակի հետ, ինչպես մենք ամենասկզբում խոսեցինք, ժամանակի հետ այդ սերնդափոխության հետ կփոխվի, խորհրդային մտածողությունը դուրս կգա։ Եղել է դեպք, երբ որևէ գիրք կամ գրականություն ազդի ձեր բիզնես մտածողության կամ բիզնես որոշման վրա։ Իրականում վերջի տարիներին շատ եմ կարդում բիզնես գրականություն, որովհետև դա պահանջ է, հետևաբար միանշանակ գրքերը ուղղակի գրքերն են մեղավոր, որ մենք փորձում ենք դառնալ ավելի լավը։ Գիտեք, ես չի ուզի առանձնացնել որևէ հեղինակի կամ որևէ ստեղծագործություն, որովհետև ես չեմ ուզում ոչ մեկին ուղղորդեմ, բայց ես ուզում եմ ասեմ, որ ամեն ինչի հիմքը դեպի լավագույնին ձգտումն է։ Հետևաբար դառնալ ավելի մարզված, դառնալ ավելի կարդացած, դառնալ ավելի փորձառու ու այդ հաջողության միակ գրավականն եմ Ձեր առաջին բիզնես գիրքը ո՞րն է եղել առաջինները, որոնք կարդացել եք։ Իրականում առաջինը ես եթե չեմ սխալվում դպրոցական էի, որ կարդացի Նապոլեոն Հիլի գրքերից մեկը, որը ինձ համար ֆանտաստիկ բացահայտում էր ու այնտեղ եթե չեմ սխալվում ինչ որ կետերից էր բաղկացած գիրքը 8 թե 9 կետ հաջողության հասնելու համար եւ ամենաառաջի կետը սկսում էր սրանից երբեք կեղծիքի վրա բիզնես մի հիմնեք ես մոտավորապես դա երևի 90-ականներն էին, 90-ականի վերջերը, իրականում ես չէի հասկանում սա ոնց կարա լինի,
հա, բայց իր առաջի կետը երբեք կեղծքի վրա բիզնես մի հիմնեք, որտեղ մի քիչ ուրիշ էր Հայաստանում այդ ժամանակ։ Որը կեղծքի վրա էին փորձը։ Ու այնքան բացահայտ ճշմարտություններ կա, որ դու ինքդ երբեմն քաջություն չես ունենում խոստովանելու, հետեւաբար երբ որ ինչ որ տեղ դու կարդում ես դրա մասին, դա քեզ հավելյալ ուժ է տալի, որ դու ճիշտ ես ու ճիշտ ուղու վրա ես։ Նեվ այնտեղ շատ լավ կետ կար, որ ասում էր լիմոնադը պետք է սարքել լիմոնից, բայց թե հարցը լիմոնի ու լիմոնադի մասին չի, այլ պետք է գտնել այն նիշան, այն նյութը ու իր համապատասխան ոլորտում, իր համապատասխան հատկությունները օգտագործելով արժեք ստեղծել, ոչ թե ինչ որ նոր գյուտ անել, փորձել խաղողից սարքել ու չհաջողվի։ Արագ զարգացող մեր աշխարհում, որտեղ համացանցը ընդհանրապես կյանքը իրականում ստիպում են շատ արագ ամեն ինչը արագ, շատ երիտասարդներ կամ մարդիկ մի քիչ ավելի ժամանակ չեն տրամադրում գրականությանը, կարդալուն, ինչպես սկսեն, որ գրքերից սկսեն, ինչ կարդան, ինչպես սկսեն այդ ամենը։ Տեսեք, երբ որ վերցնում ենք մարդու անձի զարգացման ուղին, ամեն սկսում է կարդալուց, այսինքն ուրիշ ուղի չկա զարգանալու, քան կարդալը, թեև այսօր շատ մատչել են աուդիո գրքերը, ու դա շատ լավ է, որովհետև ես շատ ժամանակ մեքենայով երթևեկելիս կարող եմ գիրք կարդալ, այսինքն գիրքը լսել։ Թեև ընթերցանությունը ինքը նաև ուղեղի վարժություն է, որի մասին ես արդեն նշել եմ, գիտեք, էլի եմ նույն բանի մասին ասել, պետք է կարդալ բացահայտ արժանիներին, այսինքն այն մարդուն, ում դու մտքովդ կանցնի, հենց հիմա երբ որ ձեզ հարցնեմ, որ գրողին եք ճանաչում, օրինակ դուք կասեք Թումանյան, դիցուք, հա, այսինքն պետք է սկսել Թումանյանից։ Հետո գրքերը իրանք հղումներ են տալիս։ Թումանյանը կգրի օրինակ կգրի Կոմիտասի մասին կամ նու սենց, ու հղումներով դու կգնաս, կճանաչես ամենաարժանիներին։ Իսկ բիզնես գրականության առումով ես միշտ ասում եմ դրա մասին, ես շատ հիացած եմ Կիոսակի 100 տարիք եւ աղքատ հայր գրքով, դա ոչ թե բիզնեսմենի գիրք է, դա մարդու ամեն մարդու գիրքն է, որ շատ ժամանակ մենք երեխային սովորացնում ենք լողալ, որ հանկարծ առիթի դեպքում չխեղդվի, այս այն գիրքն է ֆինանսական գրագիտության, որ մարդը ուղղակի իր տարական իր կյանքը պլանավորելու, իր առօրյան պլանավորելու մեջ չսխալվի ու չձախողվի։ Դուք միավորում եք բիզնեսը, սպորտը, գրականությունը, արդյոք այս Հուսով եմ։ Ամենայն դեպս ինձ հանդիպած այն քիչ բիզնեսմեններից եք, որ երեքով էլ զբաղվում է ու ինտենսիվ կերպով, սա նույն մտածողության տարբեր դրսևորումներ են, թե առանձին են միավորողը դուք եք։ Իրական ես շատ ուրախ եմ, որ այդ ամեն ինչի մեջ հանդիպել են իրար, ես չգիտեմ իմ արժանիքները ինչքանով են դրանում, ոնց է տենց ստացվել, համենայն դեպս ես մի ձգտում ունեմ ու նաև շատ հաճախ ստոիկներին եմ ուսումնասիրում, որոնք որ ամբողջ կյանքում փորձել են դառնալ ավելի լավը, հետևաբար մարդու պարքն է նաև ձգտել կատարելության, ինչպես որ Աստվածաշնչում ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց իր նման, հետևաբար դուք պետք է ձգտես այդ Աստծու պատկերին նմանվել, Աստծու, չգիտեմ, ստեղծարարությանը պետք է ձգտես եւ ինչքան քո մոտ կստացվի, դա հարցի երկրորդ կողմն է, որովհետեւ շատ ժամանակ ճանապարհը ամենակարևորն է։ Դու գուցե քո կյանքի ընթացքում չհասնես վերջակետին, բայց որ դու ճիշտ ճանապարհով ես գնում, դա արդեն երջանկություն է։ Պարոն Սարգսյան, ինչ նպատակներ ունեք եւ բիզնեսում եւ բիզնեսից դուրս։ Որոնք են ձեր ապագա պլանները։ Իրականում շատ մեծ երազանք ունեմ, որ մենք այնքան հայտնի լինենք, դեկան այնքան հայտնի լինի, որ համաշխարհային որևէ հյուրանոցային ցանց կամ ռեստորանային ցանց իր ռեստորանի հյուրանոցը կահավորելուց հաշվի առնի մեզ որպես մատակարար, դա որպես արտադրող իմ երազանքն է,
Որպես մարդ շատ եմ երազում տեսնել Երջանիկ ու խաղաղ Հայաստան, որպես ծնող էլ այդ ամեն ինչը սա որպես ծնող երևի ենթագիտակցորեն այդ ամեն ինչը ես ուզում եմ։ Պարոն Սարգսյան, մենք ունենք հատված, որտեղ մեր նախորդ հյուրը հաջորդ հյուրին մեկ հարց եւ մեկ մաղթանք է ուղում։ Մեր նախորդ հյուրը Բակուր Մելքոնյանն էր։ Հիմա կարծում եմ իր հարցը ուղղված ձեզ, բայց ինքը չգիտեր, որ դուք եք լինելու։ Ինչն է ամենակարևոր գործոնը հայկական բիզնեսը համաշխարհային ճանաչում ունենալու համար։ Տեսեք, շատ ամենակարևոր գործոնը դա այն ստիմուլն է, ես կարծում եմ, որ մենք ունենք որպես հայ մարդ, որովհետև գիտեք, Սևակի գործերից մեկն էր, որ եթե չեմ սխալվում, որ ասում եմ, ձեզով էր խնդրել մեզ այնքան սեղմեք, որ դառնանք ադամանտ, հետեւաբար նաև մյուս մեր տաղանդներից մեկին հիշեմ, որ ասում եմ, մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս, հետեւաբար ես կարծում եմ, որ նաև այս ամբողջ դժվարությունները, ու նաև այդ գիտակցությունը, թե մենք որտեղից ենք եկել եւ ուր ենք հասել, դա ամենամեծ ստիմուլն է, որ մենք պիտի ձգտենք հասնելու միջազգային շուկաներին։ Իսկ որոնք են այդ գործոնները մեր ստիմուլն է։ Համարում եմ ստիմուլն է գործոնը, որովհետև մնացածը սաղ տեխնիկական մասեր են, այսինքն ինչա պետքա զարգանալ, պետքա ուղիներ փնտրել, պետքա ունենալ այդ ինֆորմացիայի ու աղբյուրը, պետքա դառնալ գիտակ այդ ոլորտում, հետեւաբար դա ինստինկտիվ կլինի։ Ես մաղթում եմ, որ անպայման ձեր մոտ ստացվի։ Իդեպ պարոն Մելքոնյանը նույնպես մաղթում է բիզնեսի հզորացում եւ մեծացում։ Հիմա խնդրում եմ նաեւ դուք մեր հաջորդ հյուրի համար գրեք հարց եւ մաղթենք։ Շատ լավ։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, եթերում Business Lab-ներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։